Արցախի հարցը ընտրական process-ներում իհարկե Նիկոլի եւ Նիկոլի նշանակած ընդդիմադիրների Քոչոկլու, Տաշիրի ու Տոդի ներկայացիա եւ մնացած ընդդիմադիրների կոչեցյալների ամեն ինչ հնարավոր որ մանիպուլացվի Արցախի հարցը արծածվում է մենակ էմոցիաների ու մանիպուլյացիաների շրջանակում Նիկոլը այն երիտասարդ ջայլ աղջկան են տատին Օսիպյանին դիմումա կոնկրետ անհատական բայց այդ ամենը հատվածը կտրվում վերագրում են ամբողջ արցախցիներին տենց Կրեմլի Բաքվի գործակալները թշնամանք են տարածում մեր ամբողջ հայության մեջ իհարկե այս ընտրական գործընթացում ոչ մի խոսք չի ասվել Արցախի հենց խնդրի առաջացման բուն պատճառների առումով որ երբ որ ցարական Ռուսաստանը օկուպացրեց ազատագրել անվան տակ այս հարավային Կովկասը մեր գյուղերից հայկական բնակավայրներից հայ տղաներին եւ տղամարդկանց տշելով ռուսական ֆորմայր հագցնում ու տշում էր առաջնագից անդանելով կամավորներ տես մեր արյունով ազատագրելով մեզ թուրքերից ու մեզ պարտադրելով իր օկուպացիան առաջնորդվել է մի պարզ սկզբունքով այդ ռուս գուբերնիաները սարքելով Ելիզավետապոլի ու Արտյան գուբերնիաները ընդամենը բաժանել են 1 միլիոն բնակիչ ունեցող շրջանակներում Բաքվի, Ելիզավետապոլի, Երևանի, Թիֆլիսի, Կուտայիսի գուբերնիաները բաժանվել են զուտ 1 միլիոն բնակիչ ունեցող շրջանակում աշխարհագրությունը մի աննշան դեր է կատարել Գետառ, Զորա, Սարան, դեռ մի քիչ տեղաշարժվել է, բայց առաջնորդվել են 1 միլիոն բնակիչ շրջանակում այդ օբլեստներն են, շրջաններն են 100-150 հազար բնակչի շրջանակում ու զուտ այդ բաժանումով Արցախը ընկել է Ելիզավետապոլի գուբերնիայի մեջ Արցախը Սյունիքով հանդերձ Նախիջևան, Արարատյան դաշտը, Սևան, Մևան, Վայիպան, Տավուշ, Գյումրի բան, դա Երևանի գուբերնիան է եղել ու ռուսի գծած սահմանը դարել է մեր համար պատ ու հաց լեզգիներին էլ են այդպես բաժանել այնտեղ Դերբենտի շրջակայքում էլի 1 միլիոն մարդու շրջակայքում ռուսը սահմանազատում է արել ու սովետի ժամանակ էլ Լենին Քեմալ պայմանագրով այդ սահմանազատումը արվեց սահմանագծում արել ու քանի որ ռուսին դա գծած սահմանն է դրա համար մենք պետք է ընդունենք մենք նվզել ենք 1988 թվականին ռուսի գծած սահմանի դեմ միացում առաջնորդվելով բայց 89 թվականի նոյեմբերին հանրաքվեով Արցախը միացել է Մայր Հայաստանին հանրաքվեն հաստատվել Արցախի ու Ստեփանակերտի ու Երևանի խորհրդարաններով բայց քանի որ այդ սահմանը նույնպես եմ կրկնում ռուսն է գծել ցարական Ռուսաստանն է գծել դա անդրդվելի անվիճելի սահման պիտի լինի ու մենք պատժվել ենք այդ գծած սահմանի համար քանի որ այդ սահմանը վերահաստատվել ու վերագծվել է Լենին Քեմալ պայմանագրով դրա համար այդ սահմանը անվիճելի պիտի լինի Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակին հայտարարում է որ գերտերությունը դեմ է մենք ունենանք գերտերությունների այդ խնդիր գերտերությունը դա ռուսն է միակ պետությունը որ Արցախի կամ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի սահմանի վրով մտահոգություն ունի դա ռուսն է ու թուրքն է մի քիչ է պարսիկը ոչ եվրոպացու, ոչ չինացի, ճապոնացի, ոչ ամերիկացի, ոչ բրազիլացու էջբեջնան Արաքսի Եսկոմն է Հայաստանում, թե ամբողջ Մասիսն է Հայաստանը իրանց միայն մի բան է ուզում, իրենց ապրանքները ստեղ ծախել, իրենց ուզածը ստեղ գնել ու երաշխիք լինի իրենց կյանքի, անվտանգության, տեղաշարժի, ապրանքի։ Մնացած իրենց վեճի չի ոնց որ մեզ այդքան վեճը չի Ամերիկան Տեխասից, Մեքսիկայի Տեխասի հետ խնդիր ունի կամ եսիմ Գերմանիա Ֆրանսիայի հետ, հենց արաբական երկրների իրար մեջ, բանը Չինաստանը այնտեղ Տայվանի հետ, հա մի թեթև ուզում եմ, բայց առանձնապես ինչ, հա ինչ։ Այսինքն խնդիրը ում կայանում է նրանում, որ 200 տարի առաջ ցարական Ռուսաստանը օկուպացնելով Հայաստանը գծել է սահման, բայց սահմանը պիտի պահենք։ Դրա մասին ոչ մի խոսք։ 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը երբ որ սկսվեց, 89 թվականի նոյեմբերին Արցախում հանրաքվեով միացավ Մայր Հայաստանին եւ Ստեփանակերտ ու Երևանի խորհրդարաններում հաստատվել է ու
այդ հաստատ այդ որոշումների թղթերով Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզեցյանը գնացել են Մոսկվա Գորբաչովին հանդիպման ու Գորբաչովին ներկայացել այս բաները։ Գորբաչովը ասել է, այս հարցերը կքննարկենք նոր տարուց հետո, որտեղ Գորբաչովը պալատական հեղաշրջումներ էր կանխում, որի մասնակիցն է նաև Հեյդար Ալիևը։ Հեյդար Ալիևը ընդհանրապես Բրեժնևի կլանի մեջ է, Գորբաչովը Անդրոպովի կլանի մեջ էլի։ Այս Ղարաբաղյան շարժումները Բրեժնևի կլանը հրահրել, որպեսզի փոխազդեցություն։ Ու ինչ անում այդ ընթացքում 89 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՇ-ն արդեն ընտրություններում հաղթած, փոքրամասնություն լինելով, կոմունիստ մեծամասնությունը ՀՇ-ին տալիս է լայն իշխանական լծակներ, Լևոն Տեր-Պետրոսյանը նշանակում է խորհրդային նախագահ, Վազգեն Մանուկյանը ՀՇ-ական նշանակում է վարչապետ։ Դե Վազգեն Մանուկյանը ելնում է սահմանամերձ մեր բնակավայրերի, հայկական բնակավայրերի բոլոր որսորդական զենքերը հավաքում է, դա այն դեպքում ինձ սահմանամերձ գյուղի բնակիչներն են պատմել, ու տարբեր տեղի բնակիչներ էլի, այն դեպքում, երբ որ Վարդենիսի, Վայոց ձորի, Սյունիքի սահմանամերձ ադրբեջանական գյուղերում գիշերը Ադրբեջանից Աղդամից զենք զինամթերքը բարձված թուրք միլիցիա ու ռուս օֆիցերի ներկայությամբ գալիս էին այդ թուրքական գյուղի մոտ, թուրք գյուղապետին կանչում են, այդտեղ կոլխոզի նախագահն էր, ու հերթով չափած տղամարդկանց կանչում են այդ գյուղից մի քիչ տալդտեղ, այնտեղ ամեն մեկին գյուղապետը ասում է, ես իմ գյուղացին է, զենք են տալի։ Իսկ մեր Վազգեն Մանուկյանը այդ հային ու սերը սահմանամերձ գյուղի մեր բնակավայրերի որսորդական զենքերը հավաքում էր։ 89 թվականի այդ ընթացքում որ հանրակրվեն գնում են Գորբաչովի հետ հաստատելու, ու Գորբաչովը ասում է նոր տարուց հետո այդ հարցերը կզբաղվենք հունվար-փետրվարին, այդ ընթացքում Ալիևին արդեն ձերբակալել են, տնային կալանք են դրել, այնտեղ տանդեմը արդեն միլիցիա հսկում են, ու ինչ է լինում, Ալիևի կադր ու նվիրյալ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ական կոլեգա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը, այնտեղ Բաբկեն Արաքցյան, Աշոտ Մանուչարյանով իրենց ստամբուլյան էլ մեր միտինգ են անում, Նայիրիտը մեր երեխեքին է տնավորում են, Նայիրիտը փակում են, Նայիրիտը $4 միլիարդ ժամանակ փող բերող գործարան է եղել, որի արտադրության համար մի տրոբով ջուր է եկել, մի տրոբով բնական գազ, մեթան պրոպան գազ, դրանով ռեակցիաներով ստացել են Նայիրիտ, այն ժամանակ $4 միլիարդ փող բերող գործարան է եղել, սա Սովետով 650 գործարան ֆաբրիկա այդ Նայիրիտի արտադրանքով աշխատել է, փակում են Նայիրիտը, սա Սովետով 650 գործարան ֆաբրիկա կայանում է, Գորբաչովի գլուխը խառնվում է, այդ ընթացքում Ալիևը հասցնում է փախնում է գալիս է Բաքու դե վտարում են, գալիս է Հայաստան, Ադրբեջան սահման Ղազախ, Նիկոլ այդ սահմանազատումը Հավայի Ղազախից չէր անում այդ հատվածից ոսկե պարի, այնտեղ գնում են Ալիևին պետական կարտեժով, պահպանության կարտեժով, դիմավորում են Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ական գործընկեր Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Աշոտ Մանուչարյան, այնտեղ Բաբկեն Արաքցյան, էլի մեկու մակլավիկներ կային, էական չեն, ու պետական կարտեժով, պետական կանվոյով, իրենց հսկողության Ալիևին բերում են Երևան, հետո ճամփում են Նախիջևան։ Ու ամբողջ մինչև 92 թվականը դրանից հետո Ալիևի սամալյոտը եկել թռել է Երևան Զվարթնոց, լիցքավորվել է մեր հաշվին, մեր երկրում, մեր մայրաքաղաքում, գնացել է Թուրքիա, Դեմիրելի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի ղեկավար Դեմիրելն էր, ու նույնիսկ հետ է եկել։ Լոճիկներից դեպքի են պատմում, կործանիչների իստրեբիցիի լոճիկները, երբ որ Նախիջևանից սամալյոտը գալիս է Զվարթնոցի շրջակայքում, լոճիկները ելնում են այդ պարտադրում են իջեցնեն Էրեբունի օդանավակայանում, որ այնտեղ է խփեն, դե Ալիևը զանգում Աշոտ Մանուչարյանին, Լևոնին չի վերցնում, Աշոտ Մանուչարյանին է զանգում, վերցնում Աշոտ Մանուչարյանի մերը ու ասում է, в общем, սենց, մերը ասում է, չեմ կարող ժամանակ դա սոտովի բան չկար, ու այդ Ալիևը հրաման է տալի իր
պիլոտին, որ ասում է հայ լոջիկն է տեղը վերընկել, որտեղ Աշոտ Մանուչարյանի մորը ասել է։ Ու շարունակում է, գալիս Երևան նստում է, զապրովկա եղնում, գնում է Թուրքիա։ Ու այդ լոջիկներին գործից հանում են։ Դրա մասին ոչ մի բան։ Ու փաստը նրանում է, որ 89 թվականի նոյեմբերի միացումը ու այդ միացման վիժեցնելու համար, Ալիևի հետույքը փրկելու համար նա հետ փակում է սովետի ամբողջ արտադրությունը կայանում է, Գորբաչովը դառնում է մահացու թշնամի մեզ ու որպես պատիժ ինչ է լինում, դա նոր տարին անում են 89-90 թվականի նոր տարին, մի քիչ դեն 90 թվականի 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվի ջարդեր կոտորածներն է լինում, տենց պատժում է հայությունը, 300,000 մոտ հայությունը Բաքվի, որ այդ Բաքվում նավթ հայտնաբերելուց հետո հիմնականում գնացածն են, այնտեղ մնացածներն են, այդ հայությունը իր հակի շորերով վտարվում է, անտերը դուրս գալիս տեղ փողոցներն են գնում, այնտեղ հյուրանոցներ բաներ տեղավորում ենք, պետական ոչ մի աջակցություն չի լինում, մեծ մասը թողում գնում է Ռուսաստաններ, որ հնարավորությունում Եվրոպա, Ամերիկա գնում է, դե արցախցիներին հիշեցնում եմ էլ, այն ժամանակ սովետը ոչ մի աջակցություն չկա, այդ հյուրանոցներ բաներ հիշում եմ էլ երեխային բան, այնտեղ ոնց որ Կիլդիմով էինք մտնում, Կիլդիմով էին մտնում այդ հյուրանոցներ տեղավորում Բաքվի փախստականները, ոչ մի պետական նպաստ, աջակցություն, ինչ տուն առնել, ինչ տանվարձ, ինչ կոմունալի վճար, այդպես բան չի եղել։ Ու որպես այդպեսին ստանում ենք պատիժ, կոլցո օպերացիան, որ 89-91 թվականին մենակ Շահումյանը դատարկվում է, Արցախում այդ ռուս բետերով զինվորականները թուրք միլիցիա ավտոմատչիկներով հայերին Արցախի հայությանը գործի տեղից փողոցներից տներից առվանգում են պասպորտ կոնտրոլի անվան տակ, տանում Բաքվի ջարդերը, բանտերը այնտեղ ջարդում փշրում, փրտիկ եղած, հաջորդ օրը մոտավորապես միտեղ ճամփին մեջի մեջ գցած, տենց գցում էին մարդկանց 4500 հոգու չեն գտել, 4500 մենք անհետ կորած ունենք, այդ կալցո օպերացիայից զոհվածների չհաշված Ղարաբաղյան մինչև 94 թվականի կռիվը հիմնականում կալցո օպերացիայից, դրա մասին ոչ մի խոսք, մենակ մանիպուլյացիաներ, որ 92 թվականին, որ արդեն մայիսի 8-ին Թեհրանում Լևոն Տեր-Պետրոսյանը Էլչիբեի հետ խաղաղության զինադադարի պայմանագիր էր կնքում ու դրուկ Շուշին գրավում են, դրանով վիժեցվում է գործընթացները, որտեղ դրա նախօրյային ապրիլի սկզբին Շուշի 3800 գառնիզոն ունեցող զորքը իջեցվել է մոտ 200-300 ասկյար է մնացել, դրա համար հնարավոր եղավ Շուշին գրավել, դրա մասին ոչ մի խոսք։ Ու որպես արդյունք Լևոն Տեր-Պետրոսյանը պատժում է այդ Ղարաբաղյան տենց էլիտաներ կոչեցյալների, նշանակում է հշական Լևոն Տեր-Պետրոսյանը նվիրյալ Ալիևի գործակալ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ Ալիևի գործակալ KGB աշխատակից պասպորտով, Ռոբերտ Քոչարյանին Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի նշանակում է Պաշտպանության կոմիտեի նախագահ ու ամբողջ իշխանությունը պարտադրում է տալ իրան, որի հանճարեղ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ ընդամենը 2 ամսից Արցախի 90%-ը կորցնում ենք, ամբողջ արցախցիները Հայաստանի Երևանի փողոցներում լծված էին, շոր կոշիկ հաց ենք տալի, տնավորում ենք, պատանի է, ջահել է, բայց այդ պրոցեսներին մասնակցել է։ Ու եթե չլիներ 92 թվականի օգոստոս-սեպտեմբերին ու այդ Կիրովաբադի գեներալ լեյտենանտ Հուսեյնովի եւ Ադրբեջանի ղեկավար Էլչիբեի հետ հակնել է Կիլդիմը, երբ որ Հուսեյնովը ամբողջ Արցախի շրջակայքի զորքի 90%-ը հավաքեց Կիրովաբադի զորքով գնաց Բաքուն գրավելու, մենք Արցախի հարցը կլուծվեր օգուտ Արցախ Ադրբեջանի ու կփակեինք Արցախի էջը։ Ինչ ազատագրում, ինչ բան, այդ Հուսեյնով, Էլչիբե, Կիլդիմների, Ալիևի մեջ ընկնելը 92 թվականի վերջ, 93-ին
այդ ամբողջ Հուսեյնովին ռադանելուց հետո նոր մենք կարում ենք 93-ին, 94-ին տարածքներ ազատագրել, որոնք ոմանք ասում են գրավել։ Մեր պապենական հողերն ազատագրում ենք։ Դե ամենակարևոր հարցը, որ 94 թվականի մայիսին 2 ամսով զինադադարը դառնում անժամկետ զինադադար, որ 2 ամսով զինադադար պետք է կնքեն ու խաղաղության պայմանագիրը ջրվում է, ու մենք բանակ շինելու, պետություն շինելու փոխարեն կայֆե, ցկցկոցներ, այնտեղ Վազգեն Սարգսյանի տերոր, այնտեղ կրզոյկներ, դոդիկներ, Վանո Վազգեն միությունը, այնտեղ 90-ական թվականների տերորը, ՀՇ-ի բեսպրեդելը, Լևոն Տեր-Պետրոսյանը բերում է ՀՀՇ-ական Ռոբերտ Քոչարյանին, ՀՀՇ-ական Սերժ Սարգսյանն էլ 92 թվականից Լևոն Տեր-Պետրոսյանի մնացած ժամանակում ամենակարևոր պաշտոններն է ստացել պաշտպանության փոխնախարար, պաշտպանության նախարար, այնտեղ սուպերնախարարության, այնտեղ ոստիկանություն, քննչություն, դատախազություն, ԱԱԾ, հատուկ ջոկատայիններ, բանտային այդ ամեն սուպերնախարարության բնից բացի ամբողջ ուժային թևը Սերժ Սարգսյանի ենթակայության տակ է եղել։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ 96 թվականից պատական մարդ չի եղած Սերժ Սարգսյանը։